Գիրանցի ճաքած պատի, փշալարերի, ադրբեջանական դրոշների տեսարանի ներքո են բաղանիստիները տուն հասնում։ Սահմանամերձ այս գյուղում մշտական տեսարան է թշնամու պոստն ու դրոշը։ 4 երեխաների հայր բաղանիստի այս տղամարդը վախը սրտում գիշերներն է աշխատանքի գնում։ Տան մուտքի մոտ տեսահասկման համակարգ է տեղադրել, որ հետևի անցուդարձին։ Տանը 4 հատ փոքր երեխա ունես, չես վախի։ Աշխատասեր տղամարդ է, աշխատածն էլ տուն է բերում, բայց ապրուստ սահմանամերձ գյուղում դժվար է վաստակել։ Չի ուզում գնա արտագնա աշխատանքի։ Իսկ ինչպես պահի երեխաներին։ Բնակարանային պայմանները հարմար չեն։ 4 երեխաները ննջասենյակների կարիք ունեն։ Կոմունալ նվազագույն պայմաններ են անհրաժեշտ, բայց կա այն, ինչ կա։ Ոնց է։ Ինձ ասում քիչ մի բարի հաջող է։ Մեր տները շատ մեծ են, իրականան պրոստը կիսատա սարկած չի։ Չեն հասցնում անգամ քայլել չկարողացող որդու բժշկական ծախսերը հոգալ։ Պետության կողմից տրամադրվող հիփոթեկային վարկն էլ իրեն չի հասնում։ Փաստաթղթերի խնդիր ունի։ Դահակային ում դիման։ Բաղանիսում էլի մարդիկ կան, որոնք բնակարանի խնդիր ունեն։ Իմ այդ թորից ասածը խրվել է իմ սրտի որն ասա, մենք բոնջ ենք։ Սուսան տատի աչքերը թաց են։ 3 թոռներին այդպես էլ չի հասել պետության կողմից խոստացված 21 միլիոնը։ Իսկ ում է հասել։ Ես ոչ Պարմետ Փաշինյանից չեմ հասկանում, ով հարուստ է նրան է տալիս է։ Իր երեխան զաքսի թղթի չափ չկա։ Ես էտել ինձ չեմ կարող դրա մի ձևով ես հասկանում, թե հարց կտանք։ Դասեմ զաքսի թղթը այնքան ուժեղ է, որ իր երեխան փաստացի չի։ Բայց իրական գայծ զաքս շունի։ Նեղն է բաղանիստու դրությունը։ Հեշտ չի ապրել սահմանամերձ գյուղում։ Օրվա վաստակածը նույն օրն էլ ծախսվում է, բայց հոգում վեհություն ու վախ կա։ Ոնց ուտի ադրբեջանական ցորենի հացը։ Չեմ կարծում, որ մի ժոր բան չեն արել։ Նկար անդես մի հատ դեղած պարտիա ուղարկի 1000-ի հիվանդություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։